Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Կրիտիկական մետաղների հետ կապված, որը իսկապես նոր ուղղություն է հայ-ամերիկյան համագործակցությունում, բայց սա դեռևս հուշագիր է, որը կարծես թե ճանապարհ է բացում այդ ուղղությամբ համագործակցելու համար։ Արդյոք կարող եք կոնկրետ ասել, կա արդեն պատկերացումներ, թե օրինակ, չգիտեմ, հանքարդյունաբերության որ ոլորտում ամերիկյան կողմը որ ոլորտով է հետաքրքրված, որ ուղղությամբ հետաքրքրված, կան ներդրումներ, կան պատկերացումներ, որ այդ ոլորտում ամերիկյան կողմը ցանկանում է ներդրումներ իրականացնել, այսինքն ինքը երբ միսուարիում կստանա այդ առումով եւ կան արդյոք պատկերացումներ պրոյեկտների վերաբերյալ եւ հետաքրքիր է այս կոնտեքստում նաեւ պարոն Ռուբիոյի հայտարարությունը, որ ցանկանում են Հայաստանը ունենալ տնտեսական անկախություն։ Սա կարելի է դիտարկել այս ուղղությամբ համագործակցությունը նաև այդ ձեր ասած տնտեսական դիվերսիֆիկացիայի տեսանկյունից։ Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացիայի տեսանկյունից, որը բավականին այս պահին կախված է Ռուսաստանից կամ ԵԱՏՄ-ից, ամբողջությամբ մեծ մասով եւ երկրորդը TRIP-ի հետ կապված նախաստորագրվեց փաստաթուղթը։ Մոտավորապես ինչ ժամկետներում կարող է ստորագրվել եւ արդյոք էլի կա պատկերացում, երբ կհիմնվի օրինակ TRIP ընկերությունը, երբ գետնի վրա կսկսվեն աշխատանքները։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, այո, ընդհանրապես իրավացիորեն ինչպես իրավացիորեն նկատեցիք կրիտիկական միներալների վերաբերյալ փաստաթուղթը հուշագիր է եւ դրան պիտի հետևեն տարբեր կոնկրետ պայմանավորվածություններ, տարբեր կոնկրետ գործարքներ, բայց ես ելի ուզում եմ հիշեցնեմ անցած տարվա օգոստոսի 8-ին Արհեստական բանականության եւ կիսահաղորդիչների վերաբերյալ ստորագրված հուշագիրը եւ ելի ինչպես բոլոր դեպքերում չստորագրած, դեռ թանակը թղթի վրա չչորացած, ունենում ենք քննադատությունների եւ կասկածամտության սկեպտիցիզմի տեղատարապ, հաճախ տենց հատուկ միտումնավոր կամ չարամտորեն շահարկվող, որտեղ մատնանշվում է, որ սա հուշագիր է, ոչինչ չի աշխատելու, բայց էլի հիշեցնում եմ անցած կիսահաղորդիչների հուշագիրը, որից շատ կարճ ժամանակ անց մենք տեսանք կիսահաղորդիչներ, դրանց մուտքը Հայաստանի Հանրապետություն եւ դրանց շրջանակներում արհեստական բանականության այդ տվյալների կենտրոնի շուրջ ուրեմն այդ գործունեության ծավալումը եւ էլի կհամարցակվեմ ասել կոնկրետ եթե Firebird-ի մասին ենք խոսում ենք ընդամենը սկզբի մասին, չգիտեմ, առաջին խմբականակի մասին, եթե ոլորտի մասին ենք խոսում ենք ընդամենը առաջին ընկերության մասին եւ մենք տեսնելու ենք նորերը, նոր զարգացումներ։ Հիմա նույնը կրիտիկական միներալները, ես քիչ առաջ ասեցի կառավարությունները միջավայր են ստեղծում, հա, պայմաններ, կանոններ, կառավարությունները ուղերձներ են հղում իրենց բիզնեսներին, ասելով որ մենք տրամադրված են կամ ջանքեր կգործադրենք ձեր համագործակցությունը հեշտացնելու համար։ Հիմա եկեք այստեղ կան, այո, չեմ թաքցնի, պատկերացումներ կան նախնական եւ ներդրումների ոլորտի, կոնկրետ արդեն ենթավոլորտի կամ կարելի ասել եւ հանքանյութերի տեսակների, բայց ես չեմ շտապի հիմա դրանք բարձրաձայնել, որովհետեւ դրանք նախնական մտքերի փոխանակություն են, թող խոսակցությունները կենտրոնանան, թող ընկերությունները երկուստեք ուրեմն հետաքրությունները շոշափեն, երբ որ ուղղակի կհամարցակվեմ ասել, որ մենք կտեսնենք առաջիկայում շատ կոնկրետ դրսևորումներ այս դեպքում եւս։ Հա, TRIP-ի վերաբերյալ ես կարծում եմ, տեսեք, մենք 4 ամիս ընդամենը վերջին փաստաթղթից հետո TRIP-ի վերաբերյալ մենք ունեցանք արդեն միջպետական համաձայնագրի, որը իհարկե կարգավիճակով շատ ավելի սոլիդ եւ բարձր է, քան հուշագիրը կամ մտադրությունների հանրայնացումը, ունեցանք նախաստորագրում։ Ավելին ասեմ, այդ նախաստորագրումը շատ արագ ես վստահ եմ կվերածվի ստորագրման, նույնիսկ կարող եմ պատճառը ասել, թե ինչու ոչ ամբողջական ստորագրում այսօրը, վստահեցնում եմ ձեզ տեքստի վրա, այսինքն տեքստը արդեն ամբողջությամբ համաձայնեցված է, քաղաքական ընկալում եւ համաձայնությունները կան, բայց տեխնիկական ընթացակարգեր կան, որոնք պետք է երկրներում անցնեն, եւ ահա այս ես նույնիսկ չեմ բարանի ինչ որ ժամկետներ ասել, կարծում եմ, որ շաբաթների ընթացքում այդ ընթացակարգերը, որովհետեւ իսկապես շատ տեխնիկական եւ ֆորմալ ընթացակարգերի մասին է, շաբաթների ընթացքում մենք կունենանք ստորագրում TRIP-ի նախագծի դրանից հետո ենթադրում եմ մի փոքր ավելի
այսպես կարգավիճակից խոսեցինք փաստաթղթերի աստիճանակարգության մեջ թերևս նվազ կարևոր, բայց շատ ավելի անհրաժեշտ էլի փաստաթղթեր կան, որոնք դեռ կարիք ունեն, օրինակ TRIP ընկերության կանոնադրությունը, հա, երբ որ դրանք էլ կլինեն, ես հուսով եմ, որ մոտ ապագայում արդեն գետնի վրա աշխատանքներ կտեսնենք, համենայն դեպս ինչպես կարող եք տեսնել, հարգելի գործընկերներ, եւ Միացյալ Նահանգների կառավարությունը, եւ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, նույնիսկ այս ողջ աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային եւ բոլորի դեպքում մշտապես աշխուժ ներքաղաքական իրավիճակների եւ օրակարգերի պայմաններում շատ կենտրոնացված եւ այսպես կարևորություն հաղորդելով աշխատում են այս թեմայի վրա, TRIP-ի վրա, TRIP-ի կենսագործման ուղղությամբ, թեև բայելի կրկին բազմաթիվ հակառակ պնդումները լսեցինք տարբեր փորձագետների կողմից, եւ ահա ունենք այսօր այս փաստաթուղթը նույն կերպ կենտրոնացված եւ կարևորություն հաղորդելով շարունակվելու են երկու կողմերում էլ ջանքեր, այս մասին լսեցիք այսօր եւ ինձնից եւ Միացյալ Նահանգների պետքարտուղարից։